Քրիստոս հայրավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Սիրելի հավատացյալ, Սուրբ Զատկին հաջորդող երրորդ կիրակին կոչվում է աշխարհամատրան կամ կանաչ կիրակի։ Աշխարհամատուր նշանակում է աշխարհի առաջին մատուրը կամ եկեղեցին, հիմնված Քրիստոսի գերեզմանի վրա։ Պատահական չէ, որ մեր եկեղեցու հայրերն այս կիրակին անվանել են նաև կանաչ կիրակի, փորձելով բնության զարթոնքի մեջ նաև Քրիստոսի հարության խորհուրդը տեսնել։ Սուրբ գրքում բազմաթիվ են դրվագները, որոնք վերցված են բնությունից։ Հիշենք Մովսեսի օրինակը, այրվող մորենու միջոցով Աստծո և Մովսեսի երկխոսությունը, որը մեզ ցույց է տալիս, որ Արարիչ Աստված ոչ միայն երկնքում է, այլ բնության յուրաքանչյուր տարի մեջ։ Աստված, սիրելիներ, մեզ միայն այս աշխարհի համար չի ստեղծել, որ մահվամբ մեր կյանքը չի ավարտվում, այլ նոր ձև և բովանդակություն է ստանում։ Գարնանը վերստին կենդանացող բնությունը մեզ լավագույնս վկայում է այս ճշմարտության մասին։ Սիրելի հավատացյալ, զատկական այս օրերին կանաչ կիրակի խորհուրդը մեր մեջ ունենալով մենք նույնպես լցվենք աստվածային սիրով և խաղաղությամբ։ Ուրախանանք այն փրկությամբ, որ պարգևեց մեզ Տեր Հիսուս Քրիստոս իր հրաշափառ հարությամբ։ Հիշենք նրա երանավետ խոսքերը, թե ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը, և ուրախությամբ ողջունենք իրար ասելով, թե Քրիստոս հայրյավ իմերելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, ամեն։